Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, տեղյակ եմ, որ ամսի 27-ին տեղի ունեցավ ձեր կուսակցության համագումար նիստը։ Կուզեմ մի փոքր մանրամասնեք, ինչի շուրջ էր, ովքեր էին ներկա, մի փոքր եկեք փակագծերը բացենք։ Շնորհակալություն։ Ամսի 27-ին իսկապես տեղի ունեցավ Համերաշխություն կուսակցության հերթական համագումարը, 5-րդ համագումարն էր սա, եւ այնտեղ օրակարգում մի շարք հարցեր կային, որոնք քննարկվեցին, որի արդյունքում ընտրվեց նոր վարչություն, նոր պատասխանատուներ նշանակվեցին եւ քաղաքական թեմաներ քննարկվեցին, եւ ամենակարևորը, որ կուսակցության համագումարում սկիզբ դրվեց նոր գործընթացի, որը պետք է միավորի քաղաքական դաշտում եղած քաղաքական ուժերին եւ լարմաս գաղափարախոսության մասին խոսեցինք, մենք ընթացքում այդ կբացենք, ավելի մանրամասն խոսենք, հրավիրված էին տարբեր քաղաքական ուժեր, բոլոր քաղաքական ուժերն էին հրավիրված։ Դե բոլորին հրավեր ուղարկված էր։ Այո, բոլորին ուղարկված էր հրավեր, այսինքն այն ում որ հնարավոր էր գտնել, այդ ուժերին բոլորին հրավիրել ենք։ Ընդ որում եւ դիմադիր եւ ընդդիմադիր դաշտից բոլորին ենք հրավիրել, որովհետեւ այն ինչ որ մենք առաջարկում ենք, դա ընկալելի է եւ ընդունելի է բոլորի համար։ Ովքեր որ չեն ուզենա կփորձեն խոսանավել, խուսափել այդ թեմաների մեջ մտնելուց, դա արդեն կնշանակի, որ իրենց նկատմամբ պետք է վերաբերմունք դրսևորվի։ Լավ, ի՞նչն է նպատակը այս պարագայում, ուզեմ նպատակից խոսենք։ Գիտեք, նպատակը որն է։ Մենք կարծում ենք, որ ամբողջ քաղաքական դաշտը այսօր մեղմ ասած զբաղված է ոչ արդյունավետ աշխատանքով, որովհետև տեսեք հասարակությունը շատ դժգոհ է քաղաքական ուժերից։ Փողոցում հարցումների ժամանակ տեսնում եք, որ քաղաքացիները անդադ արտահայտում են այն մտքերը, որ ընդդիմությունը միասնական չի, ձևավորված չի, ընդդիմություն ունենք, որ բան եւ այլ այս տեսակ խոսակցություններ անընդհատ գնում։ Այնինչ ընդդիմությունը կա, պարզապես ուժերը չեն բավարարում, որ ինչ որ գործողություն անեն։ Տեսեք, տարբեր առիթներով ստեղծվեց եւ գործեց տարբեր շարժումներ։ Առաջինը դա հայրենիքի փրկության շարժումն էր, որը ըստ իս ամենաէական ազդեցությունը ունեցավ եւ շատ ավելի մոտ էր իր նպատակին, քան մնացած շարժումները, որտեղ գնալու ավելի մարեց, հետո դիմադրության շարժումներ, հետո սրբազան շարժումներ, վերջը, այդպես շարժումները անընդհատ եղան, բայց արդյունքը նույնն էր։ Արդյունքը նա է, որ կամ այդ ուժը չի բավարարում իշխանափոխություն անելու նպատակին հասնելու համար, կամ դա, այսպես ասենք, չի կարողանում ձևակերպել խնդիրը եւ ըստ իս խնդիրը փողոցի մասշտաբներով լուծելու չէ։ Դա էլ է ձև, բայց դա այն ձևը չի, որ հնարավոր է այս իշխանությանը փոխել։ Փողոցով եկած իշխանությանը փողոցով փորձել փոխել, ինքը շատ բարդ խնդիր է։ Ես կարծում եմ, որ այստեղ նրբություն կա, հենց դրա մեջ է այդ ամբողջ բանը թաղված, ինչպես ասում են շանգլուխը, բոլորն ասում են հետեւյալը, որ փողոցով եկած իշխանությանը պետքա փողոցով փոխել։ Ես ուղիղ հակառակն եմ ասում, որովհետև փողոցով եկած իշխանությանը հնարավոր չի փողոցով փոխել, որովհետև այն ուժերը, որոնք այսօր փողոցում են, այդ ուժերը փողոցային պայքարը լավ չեն պատկերացնում կամ ամբողջովին նվիրված չեն այդ պայքարին, որովհետև այդ իրանցը չի։ Իսկ այն ուժերը, որոնք իշխանության մեջ են, իրանք փողոցային պայքարով եկածներն են, փողոցը իրանցն է։ Իրանցն էլ իշխանությունը չի, չեն կարողանում իշխանության մեջ նորմալ աշխատեն,
խնդիրները լուծեն, հետեւաբար տեղերը պետքա փոխել։ Այսինքն այն ուժերը, որոնք կարան իշխանության մեջ աշխատեն, պետք է գան իշխանության մեջ, այն ուժերը, որոնք կարան փողոցում ճնշում գործադրեն, իշխանության վրա պետքա փողոցում լինեն։ Հիմա խնդիրը նա է, որ այս մարդկանց իշխանափոխություն անել փողոցով կարծում եմ անհնար է։ Լավ չասեմ անհնար է, բայց շատ դժվար է լինելու։ Հետևաբար պետք է անել այլ տարբերակով։ Այդ այլ տարբերակը մենք առաջարկում ենք։ Եվ համագումարի ժամանակ մենք ներկայացրեցինք այն գործողությունները, որ մեր կուսակցությունը պետք է անի, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը փոխենք։ Եվ համագումարի ժամանակ ընդունվեց այն ձևաչափը, որով պետք է աշխատել, եւ մենք դրա մասին պարբերաբար ձեր եթերներում, այլ եթերներում պարբերաբար կխոսենք, ըստ պլանավորված կարգի որոշակի գործողություններ ենք անելու, որի մասին լրատվամիջոցներով տեղեկացնելու ենք։ Բարի պարոն Ավետիսյան, միջ մանրամասները ես տեղյակ եմ, որ քաղաքական գործիչները ներկա են գտնվել եւ մի քանիսը իրենց խոսքն են ասել։ Եկեք դիտենք եւ վերադառնանք։ Համահայկական ճակատ շարժումը եւ համահայկական ճակատ կուսակցությունը միանշանակ երևի առաջիններից մեկն էր ազդարարել միասնության կոչը եւ այսօրվա դրությամբ ունենք ձևավորված մարմին համահայկական ազգային միասնական խորհուրդը, որը բավականին աշխատանքներ է տանում, դրական է, այո, մենք համամիտ ենք բոլոր այն կուսակցություններին, ովքեր ուզում են հայրենիքի համար ինչ-որ մի բան անեն, բնականաբար պետք է համախմբվեն եւ համախմբված քայլերով անեն։ Քանզի մենք 30 տարի է տեսնում ենք պառակտված հասարակություն եւ կուսակցությունները անձնական շահերով, անձնական դրդումներով գնում են դեպի իշխանության, բայց այդտեղ մենք նոր ենք քաղաքական դաշտի մեջ, մենք իրականում իշխանության զավթելու խնդիր չունենք։ Մենք հայրենիքը պահելու խնդիր ունենք, քանզի համահայկական ճակատշարժումն ու կուսակցությունը երկար տարիների ծառայության սպաներով, ազատամարտիկներով ձևավորված եւ դրական են գնահատում բոլոր այն կուսակցությունների միտումները, ովքեր ուզում են հայրենիքի համար ինչ-որ մի դրական բան անել։ Ուրախ եմ, որ կայանում է, գիտեք, մի այսպիսի բան կա, երբ դու պայքարում ես բազմակուսակցական համակարգի համար ու ասում ես, որ դա պիտի լինի նաև քո կազմակերպության հաշվին, պիտի պատրաստ լինես եւ ուրախանում ես, որ երբ դա տեղի է ունեցել ինչ-որ տեղ, այնպես չի, որ բազմակուսակցական համակարգը ինքներեն պիտի ձևավորվի։ Տեսնում ես, որ այդ ավանդույթները պահպանող եւ դրանք գնահատող մարդիկ կան։ Մի բան է տխուր, որ հներին մերժողները, նորերին մերժողները քաղաքացիների մասն է խոսքը, դրա մասին խոսվեց, դա կարևոր եմ համարում, որ այդ տխուր երևույթը ներկայացվեց, բայց ամենակարևոր բանն է, որ այդ տխուրը ինչն է, որ այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք են փոխարինողը։ Այսինքն քաղաքացին պիտի դա էլ հասկանա։ Ոստեղ զգում ես, որ դու անելիք ունես։ Ես միշտ կողմ եմ միասնությանը։ Մենք երկար ամիսներ շարունակ, տարիներ շարունակ աշխատել ենք իմ գործընկերներին, գաղափարակից ընկերների հետ, հանդիպելով տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հայրենակցական միությունների, պայստազորի զինվորականների, մշակութային ու մարզական միությունների եւ անհատ գործիչների հետ ու առաջարկը եղել է հետեւյալը. մի կողմ թողնել իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողնել իրենց կողմնորոշումները, մի մասը ռուսամետ է, մի մասը արևմտամետ է, մի կողմ թողնել իրենց քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները, Հայաստանում գրանցված են ավելի քան 140 կուսակցություններ, չկան այդքան գաղափարախոսություն։ Միացյալ Նահանգներում գործում են ընդամենը 2 կուսակցություն, իսկ մեր փոքր երկրում 140-ից ավելի։ Դրա համար մենք աշխատել ենք միավորել մարդկանց ուժերին։ Պարոն Ավետիսյան, քաղաքական գործիչներից ոմանք համակարծիք էին, որ միավորվել է պետք եւ համախմբվել։ Նպատակը սա էր հիմնականում ձեր այդ ժողովի։ Այո, իհարկե, դա էր, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք ներկա էին, իրենց խոսքը ասեցին, ողջունի խոսքը ասեցին համագումարին, նաև
իրենց կարծիքներն էին արտահայտում եւ ասում էին, որ շատ դրական են մոտենում սրան։ Ինչով է տարբերվում այս գաղափարը մյուս գաղափարախոսություններից եւս ձեզ ինչն է հաջողություն բերելու այս պարագայում այս գաղափարին։ Նայեք, այս գաղափարը, որ մենք առաջ ենք քաշում, նրանով է հետաքրքիր եւ նրանով է կարեւոր, որ մենք խնդիր չենք դրել հավաքել միայն այն ուժերին կամ խոսել միայն այն ուժերի հետ, որոնք ընդդիմադիր ուժեր են։ Մենք խոսելու ենք բոլորի հետ։ Ինչպես համագումարի ժամանակ մենք հրավիրել էինք բոլոր քաղաքական ուժերին, հիմա էլ մենք հանդիպելու ենք բոլոր քաղաքական ուժերին։ Նորից եմ ուզում կրկնել, դա ոչ մի կապ չունի, դա ինքը ընդդիմադիր դաշտում է, թե դիմադիր դաշտում է, մենք պետք է համոզվենք, որ ինչպես են մարդիկ մտածում եւ իրենց տեսակետները ոնց են արտահայտում եւ ինչին են ընդհանրապես դեմ, որովհետեւ եթե առաջարկում ես մի բան, որին դեմ ելնելը շատ դժվար է, այսինքն այնքան պետք է չսիրես քո երկիրը, այնքան պետք է չուզենաս այդ մի բանը համերաշխությունը հասարակության մեջ, որ դեմ ելնես այդ գաղափարին։ Այսինքն ըստ էության դեմ ես լինում միայն դեմ լինելու համար։ Բայց մենք առաջարկում ենք գաղափար, որը պետք է միավորի եւ մեզ այս վիճակից հանի։ Իսկ որ մենք այս վիճակից դուրս գանք, դա ակնհայտ փաստ է։ Այս ճանապարհը մեզ տանում է կործանման։ Եվ որևէ հնարավորություն չկա, նշույլ անգամ չկա, որ այս վիճակով մնալուց մենք կարող ենք խուսափել կործանումից։ Կարելի է ասել, որ այս գաղափարախոսությունը վերկուսակցական է, այսինքն այն չի փնտրում կուսակցական պատկանելիություն եւ կուսակցական շահեր։ Բնականաբար այդ գաղափարախոսությունը ինչ որ մենք ներկայացնում ենք, խոսքը Լարմասի մասին է, ինքը վերկուսակցական է, ինքը ազգային գաղափարախոսություն է, եւ ինքը ստեղծվում է, որպեսզի քաղաքական ուժերը նաեւ հանգիստ կարողանան աշխատել այդ համազգային գաղափարի տակ։ Հասկանալի է, որ տարբեր կուսակցություններ ունեն տարբեր գաղափարախոսություններ, տարբեր իզմեր, տարբեր մոտեցումներ հարցերին, բայց համազգային խնդիրների դեպքում, ազգային գաղափարախոսության դեպքում իրանք բոլորը կարող են աշխատել այդ գաղափարախոսության տակ։ Դա ոչ մեր սեփականությունն է, ոչ էլ մի այլ կուսակցության։ Դա վեր է, դա բոլորինն է, որքան որ մերն է, նույնքան էլ կլինի այն քաղաքական ուժերինը, որոնք կմիանան այս գաղափարին, կհամախմբվեն այդ գաղափարի տակ։ Իսկ որ այդ համախմբումը մեզ հաջողություն է բերում, դա ակնհայտ փաստ է։ Մեր ամբողջ պատմության ընթացքում մեր քաղաքական ուժերը, երբ որ միավորվել են, երբ որ միացրել են իրենց ուժերը, մեկտեղել են իրենց ուժերը, հաղթանակներ ա եղել։ Հենց պարակտվել են, հենց բաժանվել են, միշտ կորուստներ են ունեցել եւ դա փաստ է։ Լավ, ձեզ ինչ կուղեք կամ հորդորի խոսք այն քաղաքական ուժերին, ովքեր ներկա չեն գտնվել կամ գուցե եւ պետք է այցելեք իրենց նաեւ։ Տեսեք, մի շարք քաղաքական կուսակցություններ խոստացել էին, որ կգան, բայց չեկան։ Ես չգիտեմ ինչի չեն եկել, որոշները զանգեցին ու ասացին, որ ինչ որ խնդիր ունեն գալու հետ կապված, ասացին, որ ուզում ենք առաջի դեմքերով գանք, բայց քանի որ Հայաստանում չենք կարող մասնակցել, բայց շատ կարևոր է եւ շատ ցանկալի է, որ մենք անպայման հանդիպենք ու քննարկենք։ Դե գիտեք, մի մասն էլ որևէ բան չի ասել, ոչ մի պատասխան չի տվել եւ ինչի չեն եկել, չգիտեմ։ Ինչպես նաեւ լրատվամիջոցներին, բոլոր լրատվամիջոցներին հրավիրել ենք, բայց ինչպես տեսակ մի քանի լրատվամիջոցեր մասնակցում։ Հավանաբար իրանք կարծում են, որ իրանք շատ ավելի կարևոր գործերով են զբաղված, քան ենթադրենք քաղաքական կուսակցություններից մեկի համագումարը, որը քաղաքական դաշտում կարևոր բան է։ Եվ մարդիկ տեղյակ լինեն ինչի մասին է խոսում այս քաղաքական կուսակցությունը եւ ինչ որոշում է ընդունում համագումարի ժամանակ, ինչա պատրաստվում անել։ Չէ՞ որ քաղաքական կուսակցությունը իր անձնական խնդիրները չի լուծում, ինքը զբաղվում է ազգային հարցերով։ Հետևաբար հասարակությունը պետք է իմանա դրա մասին։ Այդ հանրային կոչվող հեռուստաընկերությունը, որ կա, ասենք, ինքը մեր տված հարկերով աշխատում է եւ ինքը պարտավոր է ներկայացնի Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների, որոնք օրինական գրանցում ունեն եւ աշխատում են, ներկայացնի այդ կուսակցությունների գաղափարախոսությունները, իրանց առաջ քաշած խնդիրները
դրանց լուծման ձևերը, որպեսզի մեր հասարակությունը դրանից տեղյակ լինի։ Բայց քանի որ մեր մոտ ամեն ինչ խառնված է, եւ որոշ մարդկանց մտնում է, որ այդ հմեկ իրանց հոր սեփականությունն է եւ ժառանգություն են ստացել, ուղղակի իրանց կհիշեցնեի, որ այդ լավ հիշեք, որովհետեւ շատ կարճ ժամանակ հետո ամեն ինչ փոխվելու է։ Եվ եթե դուք փորձեք համագումարներ անել, հետո որ չգան ձեզ լուսաբանեն, կասեք ինչի ասենց, ինչի անենց, որովհետև այն ինչ որ ցանում եք, դա էլ հնձելու եք։ Իհարկե մեր պարագայում ես կարծում եմ, որ մենք մեծահոգաբար նաև իրենց կլուսաբանենք, որպեսզի հասարակությունը տեսնի, թե իրենք ովքեր են եղել։ Բայց այս պարագայում հիմա այսպես է վիճակը։ Անհատներ կարող են միանալ այս պարագայում։ Գիտեք, այն անհատները, որոնք կուսակցություններին հավասարազոր գործ են կատարում, իհարկե կարող են, որովհետև որևէ բան պետք չի բացառել։ Պետք է հնարավորություն տալ, որպեսզի հասարակությունը կարողանա միավորել իր ուժերը, իր բոլոր ուժերը միավորել եւ հնարավորություն տալ, որպեսզի մարդիկ աշխատեն եւ այդ հարթակը ստեղծվի, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել, իրենց ծրագրերը առաջ քաշեն։ Հիմա շատ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են աշխատելու եւ մի ամբողջ կուսակցության, այսպես ասենք, գործունեություն են ծավալում, լուսաբանում են բան եւ այլը հասարակությանը տեղյակ են։ Լավ, ըստ ձեզ կհաջողի այս գաղափարախոսությունը կյանքի կոչելի վերջո ձեր դիտարկումն եմ ուզում ի վերջո եզրահանգում անենք, կհաջողի այն։ Այո, կհաջողի։ Ես վստահ եմ, որ կհաջողի եւ հնարավոր չի մեզ շեղել, որքան էլ որ այսօրվա իշխանությունները նախկինում իշխանություններ ունեցածները փորձեն շեղել ճանապարհից եւ տարբեր fake քաղաքական ուժեր ստեղծելով, fake լրատվական դա բաներ ստեղծելով, լրատվամիջոցներ ստեղծելով, փորձեն շեղեն իրական համերաշխության գաղափարից եւ իրական համազգային գաղափարից իրենց մոտ չի ստացվելու։ Դա ես վստահ կարող եմ ասել ու շատ հեռու չի այդ հաջողությունները, որովհետեւ դա լինելու է համազգային հաջողություններ, ամբողջ ազգը դրանով ուրախանալու է։ Բարի, ես մի փոքր ուզում եմ, քանի որ մենք միասնությունից ենք խոսում, կուզեմ մի հարց ուղղել, քանի որ նախորդ շաբաթ մեզ մոտ քաղաքացու օրեր նշվում, ինչ տվեց այն մեր քաղաքացուն, արդյոք միասնություն տվեց, թե բաժանարար գծեր, միջայդ չունեին քաղաքացու օր եւ ունենալով ինչ տվեց այն մեզ ըստ ձեզ։ Գիտեք, ինձ թվում է, որ դրա մասին ոչ ոք չի էլ հիշում, ինչ քաղաքացու օր, ինչ բան, ով է հիշում դրա մասին, մարդիկ նույնիսկ ով էլ հիշում է, շատ վատ ձևով է հիշում եւ այսպես ասենք ոնց որ իրենց Չէ՞ որ դրա հիմքում դրված է ժողովրդավարությունը, քաղաքացու շահերն ու իրավունքները։ Այս մարդիկ ժողովրդավարներ չեն, ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեն այսօրվա իշխանությունների մասին է խոսքը։ Ժողովրդավարությունը ենթադրում է բոլորի իրավունքները, այդ թվում նաև փոքրամասնության իրավունքների պաշտպանելը, բայց այս մարդիկ դրանից հեռու են եւ բացարձակ եթե մենք միջոցներ չձեռնարկենք, մենք շատ արագ կհայտնվենք դիկտատորների շարքում եւ դա ոչ մի լավ բանի չի բերելու։ Մենք առնվազն 2 հարևան ունենք, որ դիկտատորներ են, որոնց սպասվում է դատարանը եւ բանտարկություն, ես չեմ ուզում, որ երրորդն էլ լինի Հայաստանի Հանրապետությունը եւ պետք է շատ արագ այս իրավիճակը փոխել։ Մենք հիմա սիրով եւ համերաշխաբար ուզում ենք այս իրավիճակը փոխվի։ Եթե չգնացին այս ուղղությամբ, շատ վատ է լինելու արդյունքները եւ որևէ լավ բան հնարավոր չի սպասել սրանից։ Ինչ վերաբերվում է որ այս իշխանությունները փորձեն իրանց կողմից ինչ որ քայլ անել, որպեսզի այդ ձեր ասած մեր ասած քաղաքացու օր կոչված իրականում արժանի լինի այդ օրին, որպեսզի քաղաքացու հաղթանակը լինի, լավ կլինի, որ իրանք օր առաջ հրաժարական տան եւ այդ օրը կլինի տոնական օր, ամբողջ ազգը կուրախանա։ Եվ կտեսնեք ոնց դուրս կգան փողոց ու կուրախանան, որ ազատվում են այս իշխանություններից, բայց այս պահին որևէ երաշխիք չկա,
որ սրանց նմանը կամ սրանցից ավելի վատը չի հայտնվի իշխանության մեջ։ Դրա համար պետք է գնալ մեր ասած ճանապարհով, որպեսզի ամեն մի պատահական մարդ կամ մարդկանց խումբ չհայտնվի իշխանության մեջ։ Բարի հետևենք իրադարձություններին, հուսամ հաջորդ հաղորդումների ընթացքում եւս կներկայացնեք, թե ինչ ընթացքի մեջ է ի վերջո եւ ովքեր եւ ինչպիսի քաղաքական միավորներ են այս դեպքում միանում ձեզ։ Մենք ամեն շաբաթյա ռեժիմով, ոնց որ մենք շփվում ենք, մենք ձեզ կներկայացնենք, մեր հասարակությանը կներկայացնենք, թե այս շաբաթվա ընթացքում ում հետ ենք հանդիպել, որ քաղաքական ուժի հետ ենք հանդիպել եւ մեզ ինչ պատասխան է տրվել։ Բարի պարոն Ավետիսյան, հետևենք իրադարձությունների զարգացմանը եւ տեսնենք, թե հետագա ընթացքը ինչպիսի զարգացում կունենա։ Իսկ դուք հարգելի հետևորդներ մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։